Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև այդ 20 րոպեանոց խոսակցությունը նաեւ ցույց տվեց, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակներից մեկը համարում է գազը։ Շարունակում է համարել այդպիսին։ Մենք հիշում ենք, երբ Սերժ Սարգսյանին բերման ենթարկեցին, իսկ արդյունքն էլ դառավ, որ Հայաստանը թրաֆիկինգի ենթարկվեց այսպես կոչված Եվրասիական տնտեսական միություն, որի տակից մինչև հիմա դուրս չեն գալիս, եւս գազն էր։ Երբ Հայաստանն էլ ուղղակի զրկվեց այն մնացած 20%-ից, երբ փայլուն ղեկավարները իմաստուն կտոր ամեն ինչը տալիս էին Ռուսաստանին, մինչև հասցնելով Հայաստանի մասնաբաժինը 0.0%-ի։ Եվ հայկական կողմը սրան պետք է ուղղակի հակադրվի գործնական դաշտում։ Այստեղ հեռանկարային է ղազախական գազը Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Եվրոպա տեղափոխելու գաղափարը։ Այս ամենը Հայաստանին էլ ավելի կեժանացնի գազը, որովհետև Հայաստանի սպառումը այդքան մեծ չէ։ Հայաստանի էներգետիկան գազով չէ պայմանավորված։ Հայաստանում գազը ավելի շատ անհրաժեշտ է մեկ ավտոմեքենաների լիցքավորման համար, մեկ էլ բնակարաններում, ջեռուցման, խոհանոցների, եւ ահա Պուտինը որոշել է մեզ շանտաժանել գազով, համեմատելով Եվրոպայի ներկայիս այս կոնյունկտուրային թռիչքաձև աճի պարագայում գրանցված 600 եվրո արժողության 1000 կուբամետրի համար։ Եվ ահա Հայաստանը ինչ պետք է անի։ Հայաստանը պետք է այս ամենին հակադրվի։ Ոչ մի ընկրկել ռուսական այս սեպտեմբեր 3-յան նոր այս փաթեթի առաջ, որ ռուսները առաջ են բերել մեզ։ Համաձայն ես, միացիր մեզ։